Հարգելի ընկերներ հասարակ և սիրելի աշակերտներ, այսօր մի հետաքրքիր դասին անցնելու։ Մեր դասի թեման է կոնֆլիկտ։ Մեր դասի նպատակն է նպաստել սոցիալական փոխհաստատության հիմնական ձևերից կոնֆլիկտի վերաբերյալ համակարգված գիտելիքների ձեռքբերմանը։ Ձևավորել կոնֆլիկտ հասկացության դրական և բացասական կողմերը վերլուծելու հմտություններ և կարողություններ։ Իսկ ակնկալող վերջնարդյունքն է, որ դուք դասի վերջում մեկնաբանեք կոնֆլիկտը հասկացությունը դիտարկելով որպես հասարակական փոխհաստատության հիմնական ձև, կարողանաք վերլուծել կոնֆլիկտի դրական և բացասական կողմերը, այնուհետև բացատրել կոնֆլիկտի ազդեցությունը ինչ խմբային, ինչ անձնային հարաբերությունների վրա և կիրառել խաղաղ ուղիներ կոնֆլիկտը հաղթահարելու ուղղությամբ։ Այսքանը մեր դասի նպատակն է և վերջնարդյունքն է։ Մինչև դասի անցնելը եկեք տեսնենք ինչ է հանձնարարված։ Ինչ է հանձնարարված, ասա։ Լավ, ինչ չափանիշներով են ընդունում ընկերոջը։ Կազմավորող կա գրատախտակին, ով է ուսումնկա գրատախտակին, մերինարի միակ մեծ սիրուն ամպես նկարում, արագ, հավատարի, ովքով չկալի, հավատարի կա, դկարում, երեխաներ, ես պատահաբար չէի ընտրել ընկերության հատկավիշները ամպի մեջ, որպեսզի դուք ձեր տեղեք։ Գիտեք ինչ եմ ամպ ընտրել։ Տեխնոլոգիական ամպերի մեջ ինֆորմացիան ինչ է լինում։ Միշտ պահպանում է, այո, և ես ուզում եմ, որ այս ամպը ձեր կյանքում միշտ ուղեկից լինի այս հատկանիշներով դուք երկու ընկերներ և ձեր ընկերները ընտրեք։ Ամպը ջերմեք է ջերմ չէ։ Ջերմ։ Եկեք պատկերացրեք մի բան, որ այս ամպը մթնում է, կարող է ելանձրել կայծակ լինել և ինչ է կատարվում, ձեր շահերը չի համապատասխան, ասա, ձեր շահերը չեն համընկնում, չէ։ Կարող է կոնֆլիկտ առաջանա, էլ ինչ։ Կողմերը իրար չհասկանան։ Այո, կողմերը իրար չհասկանան։ Հիմա շատ ճիշտ եք ասում, ինչպես մեր դասը հասկացանք, որ կոնֆլիկտ է, եկեք հաջորդ աշխատանքին անցնենք, գրատախտակը մաքրեք և կամավորները պետք, Արիկ Գորջանդու և Պարքեստու Շուշու, արագ գրատախտակը Մոնիկա ջան մաքրի, սրանք հաղթներն են, հիմա այս ասում ինչպես, այնպես սկսեցինք, իր դերսու ձեր մոտոտես, երևից շահ է, շահի, վերևին ասում, լավ, գիտեք ինչ եք դրել, նստեք, շնորհակալություն, այսինքն հիմա դուք ասել եք, առաջին հայացքից, ինչպես դուք արձագանքում եք, կոնֆլիկտ ասելով, ինչ եք օրինակ, ինչ հոտ եք անում, քանի որ առաջինը սա է տրված, նիգոդա, նեխացնի հոտ, արի կրի նեխացնի հոտ, բոլոր չեք կրի երեխաներ, գիտեք մի հատը կրեք, նեխացնի հոտ, լավ ուրիշ ասա, Պարելիքի հոտ, պարելիք գնագրից, հոտել ուսում ես ու գրի, միան գրի արումները, ծխի հոտ, լավ, ինչ է, հաջորդը սոսակում է, այո, ինչ է սոսակում, կոնֆլիկտ ասելիս, ինչ է շում, լուսմ է մոնիկա, կարտուս գնացի գրելու, սովի, սա գնացի գրելու, Սաղություն այդություն, լավ, մի հատը գրեք, սաղություններ գրեք ու սուր գործիքա երևի սրություն, լավ, սա, ինչ եք տեսնում, այստեղից, Նիկոլայ, Արյուն գնացի գրելու, ասնեղից, որ ինչ ես տեսնում կոնֆլիկտ ասելիս, մտածի, որ կամակի ձերնոցն է, գնացի գրելու, այո, այս մեկը գրում ես, իսկ կարող ես գոր ասել, ինչ համ ես զգում, կողմիջը կաղցր է, դարը, կարա ետ հաղցր ունի, կաղցր, սասր կաղցր
Գրի քաղցրություն։ Ինչ ասենք։ Մարդը քաղցրություններ ասենք, բայց կարող է ճիշտ է։ Դասվերջում կտեսնենք։ Այո։ Քաղցրություն, ուրիշ, այստեղ ծով չի մասնակցել։ Արյան համ գրել է, ուրիշ համ մետաղի, ես էլ չգիտում մետաղի համ ճիշտ ասած, այո, մետաղի համ, ես ասեցի ինչ ենք լսում, այստեղից, Ռուսանա ինչ ենք լսում, ճիչ, լավ, կնանելի, այո, ով էր ասում ասել, հավին է, ասա, ճոն շող լրություն, ճիշտ է, մի դայգրի մնացան շարանգան են, ասա, գործերնող հաղատում ծայ, այդ հաստատ շատ կլսել, գործերնող հաղատում ծայ, ճիշտ է, լավ, ուրիշ կացիկ կա, դրան շրխկոս, շատ լավ օրինակ է, դրան շրխկոս, հիմա, ինչպես է սա երեխաներ, դուք առաջին հայացքից ինչպես է կարծեք, այսպիսի սիրուն դրներ են դրել, առաջին հայացքից որ դուրը ձեզ գրավեց, ձերք եք բացացին, օրինակ առաջին դուրը, ովքեր են, չկա ուրիշ առաջին դուր, լավ, երկրորդը, աղջիկներ, ես այդպես է գիտեի, որ աղջիկներն են բարդակույնը ընտրելու ակալություն, սրանք նախատական դրներ էին, ինչու, որովհետև դուք որ բաց եք, ընկնելու եք ձեր խմբերը։ Հիմա առաջին խումբը պատճառների փորձագետ, որտեղ է գրված պատճառների փորձագետը գնում են այդտեղ նստում, որտեղ է երկրորդից ավարտում է աշխատանքը։ Երկրորդ խումբը ովքեր են, լսում եմ ձեզ, գրականագետները, ներկայացրեք ընկերներին, նայ, պատմություն բացի կամա։ Կոնֆլիկտների դասակարգումը գրականության հետ։ Դասակարգի օգնությամբ այդպիսի օգուտ կարելի կոնֆլիկտի 4 տեսակներ՝ ներանձնային, միջանձնային, միջխմբային, հետխմբային։ Ճիշտ է։ Հարց գրականությունից հիշեք հերոսներն և վերացրեք տեղադրել աշուսակը, նշելով թե կոնֆլիկտի որ տեսակին եք նրանք վերադրել։ Այո, հիմա ով է ներկայացում տեղադրել աշուսակը, ծաղկումը կենտեք երեխաներ, այո, ինչը մենք գրական հերոս վերցրել ենք Հովհաննես Թումանյանի Անուշ պոեմի Անուշին հենց կոնֆլիկտի տեսակը ներանձնային է, որովհետև աղջիկը տարավում է իր սիրո և հասարակության այդ կարծիքի համար։ Հետո մենք վերցրել ենք էլի Անուշ պոեմից Սարով և Մոսին, որովհետև այնտեղ կար ակնհայտ թշնամանք և դա միջանձնային է։ Ճիշտ է, շատ ապրել։ Լսում եմ։ Այդտեղ վերցրել ենք թխոր և բարձրաստեղծ միջխմբային, որովհետև ունևորները և աղքատները իրար հետ կոնֆլիկտի մեջ էին։ Պատմությունից միշտ անցել ենք, չէ՞, նախարարներ, գյուղացի, արհեստավոր, քաղաքի բնակիչ, այո, շատ ապրել, կեցեք։ Լսեցիք երկրորդ խմբին, ես այսպիսի նկար եմ գրել համապատասխան, քանի որ դուք շատ էիք լսում երկրորդ խմբին, սկսենք ձեզնից։ Նիկոլայ, ինչ ես տեսնում այս նկարը օրինակ։ Ահա, օրինակ առաջինը, վերջերից ենք։ Մասերի է բաժանած, այսինքն որին է պատկանում, որ խմբին է պատկանում, ես եմ ուշադիր լսել է։ Ներանձնային, ես ես բանի ուշադիր էի լսում։ Երկրորդը այս նկարը, չէ, նստի, լսում ենք ես, երկրորդում ինչ ես լսում։ Որ խմբին է պատկանում։ Միջանձնային, երկու անհանջեր այ պայքարում։ Երրորդ ես եք լսում գալիք, սա ինչ ես տեսնում, արա։ Որտեղ որ մեկը սոկու դեմ է և Սա կոնֆլիկտի որին է պատկանում։ Չէ, ճիշտ է, այսօր ճիշտ պատասխան լսեցներ, չի ներսում է, կարծես թե տնօրեն կարելի ենք ասել և աշխատողներ, այսինքն ներ խմբային, չէ, կեցեք,
Լսում եմ քեզ, ինչ ես տեսնում։ Որ տարբեր գույնի մարդիկ բաղկացած են։ Այսինքն տարբեր գույնի ինչ է այստեղ խորհրդանշում։ Որ ուրիշ կողմեր են ուզել, ուրիշ ճանապարհներ, որ Լավ, ասա հետո որ կոնֆլիկտի որ տեսակն է պատկանում։ Միջխմբային։ Այո, որտեղ հասարակությունը կարծես թե բաժանված է խումբը ներկայացրեց Վիկտորի օրինակը։ Լավ, հաջորդը որ խումբ է ներկայացնում, օքեյ, դուք, ո՞րն եք դուք, վերլուծաբանները։ Լսում եմ, հոգեբանները։ դասագրքի օգնությամբ ներկայացրեք Շոնքովի մտածելակերպի 4 ոճերը։ Ապա նայեք Շոնքովին է, կոնֆլիկտների լուծման ռազմավարությունների ուղիները, գիրքը, որից դուք բերում եք ձեր օրինակը, դեռահասների ամենաարդյունավետ սովորությունները, այստեղից եք հատվածը բերում, լսում եմ։ Ոճի անվանումը հաղթանակվածություն, սեփական շահերը դարձնել ամեն ինչից վեր։ Լավ, Նիկոլա, դու ես ասում։ Ոճի անվանումը հաղթություն հաղթանակ, ինչ է դա նշանակում։ Զիջեք սեփական չափանիշները։ Ճիշտ է, լսում եմ։ Ոճի անվանում պարտություն, ինչը դա նշանակում, եթե ես պարտում եմ, բոլորը կպարտում։ Այո։ Որտե՞ղ ես։ Շատ լավ, որ աշխատանքային հաջողում եք։ Ձեր խմբային աշխատանքը, մենք տեսանք, որ անգամ պատմության դասերին ենք կարող եք օգտագործել այլ մեթոդը չեք, վերլուծում ենք, որոնք են տեսանելի մասը, որն էր հետևանքը, հոգեբանները ներկայացրեցին կոնֆլիկտային իրավիճակում 4 ոճերը, չէ, մտածելակերպի 4 ոճերը։ Հիմա ինչ է կանում, վերջ-վերջը հասկանանք կոնֆլիկտը դրական էր, թե բացասական էր։ Այս պատճառով կատարել ենք խմբային աշխատանք։ Երկու կամավոր եմ ուզում, որ կա վերադախտակի մոտ, թեև կամավորները քիչ են ձեր բարձացում, ով ձեր չի բարձացել, նրան է կանչում Անի Միքայել շուտ վերադախտակի մոտ, և այստեղից դու աղջիկ արի դու։ Հիմա ձեր սիրած խաղն են խաղում, մկրած, քար, թուղթ։ Ինչու եմ այս խաղը ասում, որովհետև ով հաղթեց առաջինն է վերցնելու ծրագրերը, որտեղ դիրքորոշումներն են, որ շարքը լինել է կողմ, որ շարքը լինել է դեմ։ Կարմիրը դեմ է լինելու, չգիտեմ, այսինքն այնպես է բանում, գիտեմ մեջ է։ Կարմիր և կապույտ քարտեր կան։ Լսում եմ։ Խաղացիք։ Ով հաղթեց։ Ո՞րն ես վերցնում, Միքայել։ Արագ։ Բացի տեսեք ինչ գույնի քարտ է։ Բացի, արագ։ Կապույտ և կարմիր։ Ձեր նստեցիք ձեր դիրքորոշումները, հիշում են կարմիրը դրական երևույթ է կոնֆլիկտը, պաշտպանել եք։ Դուք պաշտպանել եք, որ ընդհանրապես բացասական երևույթ է։ Նստեցիք, շնորհակալություն։ Հիշում ենք կանոնները բանավեճի, որ անկախ նրանից ձեր դիրքորոշումը համապատասխանում է հակառակորդ դիրքորոշմանը կամ չի համապատասխանում, ինչ են կանում, հարգան, ով է վերաբերում։ Քանի որ Միքայելը, այսպես ասած, խաղում հաղթել, սկսում ենք ձեզնից։ Իրականություն լսել են։ Լսում ենք կոնֆլիկտը որպես դրական երևույթ։ Կոնֆլիկտը որպես դրական ով կարող է լինել որպես համաձայնություն, համաձայնության և Այսինքն հետևանքը կարող է համաձայնություն։ Հիմա այս շարքն ենք լսում, հակադիրը։ Լսում եք։ ֆիզիկական ու հոգեբանական վնասներ կարող են։ Այո։ Լսում եք այստեղից, լավ է շարքցել, քեզ եմ լսում, կոնֆլիկտը որպես դրական։ Որպես կարող են մարդիկ իրար հասկանալ և իվերջո մի ընդհանուր հայտարարի գալ և որոշել, որ կարելի է բարիշել։ Բարիշել, այո։ Լավ, լսում եմ ձեզ, ով է լսում, Սուզաննա։ Նյութական և բարոյական վնաս, ճիշտ օրինակ։ Կարող է ավելափյանել և հաջորդ անգամ այդ խնդրին բախելիս ավելի լավ և ճիշտ լուծում տալ։ Արագ ճիշտ լուծում է դա, շատ աղես, շատ ճիշտ է, լսում եմ, այսինքն հաղթանակը, չէ՞, լավ, լսում եմ, շատ լավ օրինակ է կոնֆլիկտը, այսինքն դա որ խմբին է պատկանում կոնֆլիկտը, որ
դրական է, բայց ներածնային է, խմբային է, ուզում եմ կապել, ինչը մոռացել եք, դա ո՞րն է։ Անձնային, դու քո ուժեղ թույլ կողմերը բացահայտում ես եւ ինքնակատարելագործման ես ասում, կեց ես։ Լսում եմ թարգից։ Ացեսական կողմերից է նաև օրինությունը։ Ճիշտ է։ Ուրիշ։ Նիկոլայ, չէ, լավ, ասենք։ Ացեսական կողմերից, որ պետք է լսել երկու կողմին, հաստատական կամերներ չբաժանը եւ փոխել այնպես անել։ Այո, դու կապեցիր այս խմբի հետ, ճիշտ է։ Լսում եք։ Նարեկ ես խոսել այսօր։ Կարող է լավելության եւ մտածության։ Ճիշտ է։ Ո՞ր դեպքեր Զգացմունքների կառավարում սովորել։ զգացմունքների կառավարում սովորել։ Ինչքան լավ օրինակ բերեցի։ Շատ ասես։ Լսում եք, ես ինչքան օրինակներ եք բերում, լսում եք։ Այո, իրացեցին կարակ ամեն հոգեբանորել են։ Շատ ճիշտ է։ Ուրիշ հակադարձում ենք, չէ՞։ Զարգացում եւ նոր գիտելիքների ավելացում, քանի որ կոնֆլիկտի արդյունքում հնարավոր է նաեւ հակառակորդից սովորել շատ բաներ։ Ճիշտ։ Այո, պետք է թշնամուներ կամ հակառակորդին չվերագնահատել, շատ ճիշտ է։ Լսում եմ, այս մասը արդեն շատ օրինակներ են բերում, հակադարձում ես դեռ, լավ, ասա, ամերվածություններ, այո։ Փոփոխություններ հարաբերություններով եւ դու ավելի լավ ես ճանաչում քո դիմացին։ Դեք ինչ եմ ուզում ասեմ, փորձեք չկրկնել արդեն, լսում եք։ Վերքանում եւ կողմից հարաբերություններում կամ համակարգում չնշած կողմեր։ Այո։ Շարունակում եք, ասամ։ Այս ամբողջ կյանքում երկու կողմերից չեն վրեժխնդրություն։ Եվ վրեժխնդրություն, այո, կապը շարունակվեք։ Փոխգործակցության բարելավում, քանի որ կոնֆլիկտի արդյունքում երկու կողմերն սովորում են միմյանց հետ համագործակցել եւ դա համագործակցելու ունակություն։ Համագործակցում, որը կոնֆլիկտի ընթացքում կարողանում են իրար ճանաչել եւ հասկանում թե դիմացինը ինչպիսի մարդ է։ շատ լավ է, որ այս լավ գծերը անընդհատ ասում է, բայց արդեն գծվում եք։ Նոր բան ասել ես, ասա։ Յուղը ժամանակից հասնում ուղղած սխալները եւ այնպես անել, որ կտեն իրար միտել։ Իրարից փոքր լսեցիք ինչ ասեց, ասում է փոքր ժամանակ է, որ իրար հետ վիճում են, ծնողները կամ մեծերն ասում են իրար հետ լեսու գտեք։ Շատ ճիշտ է, ապրես։ Լավ։ Լսեցին երկու կողմներ, հիմնականում կողմը ասում է, որ ինքնակատարելագործում չէ, կարծես կարմիրների նման, ասում են ինչ, որ ինքնակատարելագործում դեր կողմը անընդհատ հոգեկան վնասներ չէ, որ վնաս է բերում։ Հիմա գիտեք ինչ ուրախացրեց, որ դուք անկախ ձեր դիրքորոշումները տարբեր էին, բայց դուք հարգանքով եք լսում իրար, որը շատ գնահատելի է, շնորհակալություն։ Հիմա ուզում եմ, քանի որ դա արեցին, եկեք մի հատ սա անենք, նորից տեսնենք այս կոնֆլիկտները, որն է դրականը, որն է բացասականը։ Ով չի խոսել, շատ մի քայլ լսում եմ քեզ, օրինակ, ինչ ես տեսնում ասել։ Ավելվածություն, դրականի հետևանքը թե բացասական։ Այո, դուք բացասական։ Սա ինչ եք տեսնում բանով։ Դրական երևանքը թե բացասական։ Այս դրական, այսինքն փոխշապը դուսում չէ, թե սերով տողի վրա։ Լսում եմ։ Բացասական է, որովհետև իրար չեն հասկանում տրվում են։ Ապրես վարդան, այո, սա չտրեք եսեք։ Ես կոնֆլիկտի լուծման ճանապարհը։ Որտեղ Ծանոթություն, որպեսզի դուք իրենց կոնֆլիկտը։ շատ ապրես լսիր, այո, այսինքն դրական կողմն է։ Հիմա կատարեք ինքնագնահատում։ Առաջին հարցը, ովքեր կարողացան հետևել խմբային աշխատանքի կանոններին, բարձրացնենք ձեռքերը։ Բարձրացրեք, տեսնենք, շնորհակալություն։ Ովքեր կարողացան աջակցել ընկերների խմբային աշխատանքի ժամանակ, ձեռքեր բարձրացնում։ Միշա ջան, ես ուրեմն տեսնում էի, որ դու աջակցում էիր, ինչու չես ձեռք բարձրացնում։ Համեսօրեն լքում ես, ձեռք բարձրացնում, ես ինքս եմ տեսել։ Լավ, ովքեր կարողացան լսել դիմացին, առանց ընդհատելու բարձրացնել ձեռքերը։ Սա կարելի է
շնորհակալություն, նաև այն մարդիկ, ովքեր որ ձեր չէին բարձրացրել, շատ լավ է, որ ազնվորեն դուք ձեր չէիք բարձրացրել, այսինքն դուք ձեր թույլ և ուժեղ կողմերը իմանալով հանդերձ, դա կատարելագործենք հաջորդ դասերին։ Շնորհակալություն, տնային աշխատանք, վերցնենք գրիչները։ Ուրեմն գրում եք, գրել 3 պատվիրանք կոնֆլիկտերի լուծման ձեր ռազմավարությունը, 3 պատվիրանք։